Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը հասնում է իր ամենալարված, ամենահուզիչ գագաթնակետերից մեկին, որտեղ արդեն յուրաքանչյուր դրվագ ոչ միայն դիտվում է, այլ ապրվում է հեռուստադիտողների կողմից։ Սյուժեն այս պահին միահյուսել է բոլոր հերոսների ճակատագրերը մեկ կետում՝ Դավիթի կյանքի համար մղվող պայքարում։ Դավիթի վիրահատության տեսարանները դառնում են ամբողջ սերիալի ամենածանր և սրտաճմլիկ հատվածներից մեկ։ Հիվանդանոցային մթնոլորտը լարված է, լուռ, բայց այդ լռության մեջ կա վախ, հույս և անորոշություն։ Բոլորը սպասում են։ Լեոն լուռ ու ներսից կոտրված, Մանան աղոթքով, պապն իր կյանքի ամենածանր փորձության մեջ։ Վիրահատությունը սկսվում է, բժիշկները պայքարում են ամեն վայրկյանի համար, և թվում է ամեն ինչ գնում է ըստ պլանի, բայց գոյամարտը չի լինի գոյամարտ, եթե ամեն ինչ այդքան հեշտ լինի։ Ամեն ինչ կտրուկ փոխվում է վիրահատության ընթացքում, Դավիթի սիրտը կանգնում է։ Սա այն պահն է, որտեղ ժամանակը կարծես կանգ է առնում, բժիշկների ձայները, սարքերի ազդանշանները, արագ շարժումները, և այս ամենը միաձուլվում են մեկ խուճապային, բայց վերահսկվող պայքարի մեջ։ Դրսում սպասող հարազատները դեռ չգիտեն, թե ինչ է կատարվում ներսում, բայց հեռուստադիտողը տեսնում է այդ ամենը՝ մեկ սիրտ, մեկ կյանք և մի քանի վայրկյան, որոնք կարող են որոշել ամեն ինչ։ Լեոյի կերպարն այս պահին հասնում է իր ամենախորը կետին։ Նա զգում է, որ կարող է կորցնել եղբորը հենց այն պահին, երբ արդեն հույս կար։ Նրա ներսում նորից սկսվում է պայքարը։ Ինչու հենց հիմա, ինչու հենց նա, և արդյոք իր բոլոր որոշումները ճիշտ էին։ Մանանն, ով արդեն անցել է մեղքի և ցավի միջով, այս պահին ամբողջությամբ կոտրվում է ներսից։ Նրա աղոթքները, նրա արցունքները դառնում են այդ տեսարանի ամենահուզիչ հատվածներից մեկ։ Պապն, ով տեսել է կյանքում շատ կորուստներ, կանգնած է հերթական վտանգի առաջ, բայց նրա կերպարն այստեղ չի կոտրվում։ Նա շարունակում է հավատալ, որ Դավիթը կվերադառնա։ Բժիշկների պայքարը դառնում է բառացիորեն կյանքի և մահվան պայքար։ Նրանք փորձում են վերակենդանացնել Դավիթին, և այդ վայրկյանները դառնում են անվերջանալի։ Սա այն պահն է, որտեղ սերիալը հասնում է իր առավելագույն լարվածությանը։ Բայց հաշվի առնելով սերիալի տրամաբանությունը և Դավիթի կերպարի կարևորությունը, շատ հավանական է, որ նրան կփրկեն։ Դավիթի մահն այս պահին կլինի չափազանց ծանր հարված ոչ միայն ընտանիքի, այլ նաև ամբողջ սյուժեի համար։ Նրա կերպարը դեռ ունի անավարտ պատմություն, անավարտ ճանապարհ, և հենց դա է պատճառը, որ հեռուստադիտողները վստահ են, որ նա կվերադառնա։ Բայց եթե նույնիսկ նա փրկվի, այս դեպքը չի անցնի առանց հետևանքների։ Դավիթը կարող է երկար վերականգնման փուլ անցնել, նրա առողջական վիճակը կարող է փոխվել, իսկ ընտանիքի ներսում այս փորձությունը կարող է կամ ուժեղացնել կապերը, կամ բացել նոր վերքեր։ Միևնույն ժամանակ, այս ամենի ֆոնին շարունակում են մյուս գծերը։ Նշենք, որ լարված է իրավիճակը նաև Ավոյի համար, քանի որ Էռնան վերջապես պարզում է, որ Ավոն ոչ միայն սիրելի, այլ նաև երեխա ունի։ Իսկ սա նշանակում է, որ Էռնան կոտրվելու է և արդեն հավատալու է, որ Հունանն ու Իննան նրան երբեք չեն ստել, այլ փորձել են պաշտպանել նրան Ավոյի ստերից։ Բայց ժամանակն անցնում է, իսկ Էռնան հայտնվում ծուղակում։ Նա իր աչքով է տեսնում, թե ինչպես է Ավոն դստեր համար կազմակերպել գեղեցիկ ծննդյան խնջույք, որին ներկա են իրենք ընտանիքով, իսկ նա միակ ավելորդն է այստեղ։ Իհարկե, այս ամենն անհետևանք չի կարող մնալ Էռնայի համար, ու շատ շուտով հեռուստադիտողները կդիտեն հեռուստասերիալի ամենահուզիչ, լարված ու հետաքրքիր տեսարաններից մեկը։ Թե ինչ է սպասվում հետագայում, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու գաղտնիքների բացահայտումներով, նոր ինտրիգներով և իհարկե հետաքրքիր տեսարաններով, որոնք արված են նկարահանման հրապարակում։ Այս ամենի ֆոնին շարունակվում են մյուս կերպարների գծերը։ Գրիշոյի ազատությունը, Հունանի ազդեցությունը, Ավոյի գաղտնիք քայլերը, Վովայի դեռ չբացահայտված ճշմարտությունները սպասվում են շատ շուտով բացահայտվելուն։ Բայց այս պահին ամեն ինչ երկրորդական է, որովհետև ամբողջ պատմությունը կանգ է առել մեկ հարցի վրա՝ կփրկվի արդյոք Դավիթը այս վիրահատության տեսարան։
դառնալու է սերիալի սիրտը բառացի և փոխաբերական իմաստով։ Առաջիկա սերիաները խոստանում են ցույց տալ կկարողանա Դավիթը վերադառնալ կյանք և ինչ գին կունենա այդ փրկությունը, և արդյոք այս փորձությունը կփոխի բոլոր հերոսներին։ Մի բան արդեն հստակ է՝ գոյամարտը հիմա հասել է իր ամենահուզիչ, ամենահիշվող պահերից մեկին, որտեղ յուրաքանչյուր վայրկյան լցված է զգացմունքներով, և յուրաքանչյուր զարգացում կարող է փոխել ամեն ինչ։ Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին, և ոչ միայն չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, արդյոք Դավիթը կփրկվի, թե ոչ։ Սպասում ենք յուրաքանչյուրիդ կարծիքին հեռուստասերիալում իրավիճակներն էլ ավելի են լարվում ու հետաքրքիր դառնում։ Լեան, ինչպես միշտ, Լեոյի կողքին է, բայց ինչպես կարձագանքի նա, հատկապես երբ պարզվի, որ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է։